Պարոն Մամուլյան, բարև ձեզ։ Բարև Աննա ջան։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր եկել եք մեր ստուդիա։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Այսօր մենք խոսելու ենք հայկական ազգային երջանկության ամենակարևոր բաղադրիչներից մեկի մասին՝ սննդի եւ հայկական ամանորյա խորարարական ավանդույթների։ Ժամանակակից հայկական գաստրոնոմիայի գլխավոր ներկայացուցիչի, հայկական խորարարական ավանդույթների պահապանի, խոհարարի եւ դասախոսի Սեդրակ Մամուլյանի հետ։ Պարոն Մամուլյան, իմ հայոց լեզվի դասախոսը մի անգամ ինձ պատմեց, որ հայերեն ընկեր բառը էտիմոլոգիապես գալիս է միասին, այսինքն այդ միասին ճաշակելու ուտելու, այո, ընդ։ Այսինքն ընդ նախածանցը նշանակում է միասին։ Սնվելը նաև երթմնակալության նման մի երևույթ էր հայության մեջ։ Հաց կիսելը արդեն, այո։ Այսինքն, ձեր կարծիքով արդյոք ուտելը ազգային երջանկություն է եւ ազգային այդ ինչու հայերը այդքան սրտացավորեն են վերաբերվում սննդին ու խոհանոցին եւ ինչու այն այդքան հաճախ դառնում է զրույցների թեմա։ Թույլ տվեք չհամաձայնվել։ Սրտացավորեն վերաբերվեին սնվելուն, միջև հիմա մեր ազգային խոհանոցը պետականորեն ամրագրված կլիներ։ Ցավոք սրտի ամրագրված չի, որպես մշակութային երևույթ, որպես մշակութային ժառանգություն։ Բայց մյուս կողմից էլ մենք ոչինչով չենք տարբերվում սնվելու կարևորությունը գնահատելու մեջ ուրիշ ազգերից։ Այսինքն իհարկե որոշ առումով որպես մշակութային ժառանգություն շատ չենք ընդունում, դրա արդյունքն է, որ մենք չենք ամրագրել, դրա արդյունքն է, բայց գիտակցությունը, որ շատ կարևոր բան է սնվելը, այնուամենայնիվ ունենք։ Նույնիսկ որ տեսնում ենք շատ ժամանակ զբոսաշրջիկները եւ սփյուռքահայերը հարցնում են, թե ինչու այդքան շատ ռեստորաններ կան, ասենք, նույնիսկ Երևանում։ Դա ինչի հետ է կապված։ Որ գործարարը կարող է այսպես բացի, բայց շահույթ չունենա։ Այսինքն կա պահանջարկը։ Այսինքն որպես զբոսաշրջային արդյունք մանավանդ խոհանոց եւ ազգային խոհանոցը շատ մեծ դերակատարություն ունի եւ այցելուները միգուցե մենք շատ տեղեկացված չենք, բայց այցելուները զբոսաշրջիկները մինչեւ այցելելը ուսումնասիրում են մեր նիստուկացը, կենցաղավարության ձևը եւ հայտնաբերում են, որ մեր խոհանոց աշխարհի ամենաբազմազան, ամենահամեղ խոհանոցն է եւ ամենաօգտակար։ Օգտակար, լավ ասացիք, եւ որ ուտեսնեք դուք համարում հենց Հայաստանի այցեկարգը, ասենք, մեր մշակութային կոդի կարևոր մաս։ Այստեղ իմ կարծիքը իհարկե սուբյեկտիվ է բնականաբար, օրինակ ածիկը, որը խորհրդանշում է մեռնող եւ հառնող աստվածությունը եւ մատուցվում է որպես ծիսական կերակուր զատկական տոնին։ Բայց նրա ծիսական մասը հասկանալի է, աննկարագրելի երևույթ է, դա աղոթք կերակրատեսակ է արբարձրալ, բայց նաև օգտակարության մասով, աննկարագրելի օգտակար մանկական սնունդ է։ Ածիկը պատրաստում են նոր ծլարձակած ցորենի, մինչև 1-ից 1.5 սանտիմետր ծիլ արձակած, այն էլ ստվերում ծլած, ցորենի աղացած եւ քամած հյութից, որը շատ քաղցր է։ Դրա վրա ավելացնում են ալյուր, եփում են եւ դառնում է ածիկ։ Աննկարագրելի օգտակար սնունդ է մանկական որպես։ Եվ գիտեք ինչու որ մանկական։ Երեխան մեր մանուկն է, չէ՞։ Իսկ ծիլը նոր արձակած ցորենի մանուկն է։ Եվ ինչու է ծիսական, ինչն է նրա ծիսական բնութագիրը, ցորենը գցեցինք հողը, զատիկը որ տոնն է, զատիկը հարության տոնն է, չէ՞։ Ցորենը գցեցինք հողը, ցորենը մահացավ, ծլարձակեց նոր կյանքը։ Ինչ փիլիսոփա, դա ուղղակի աղոթք կերակրատեսակ, աղոթք։ Խորը իմաստ է շատ, այո։ Իսկ ինչ չափանիշներով եք, ասենք, որոշում, որ որևէ ուտեստ իսկապես հենց հայկական խոհանոցի մասն է։ Սա շատ ցավոտ հարց է։ Ուրեմն յուրաքանչյուր կերակրատեսակ նրա պատկանելությունը որոշելու համար հարկավոր է նրա տեխնոլոգիական շղթայով գնալ դեպի միջև հումք։ Տեսնեն ինչ հումք է նախ եւ որ տարածաշրջանի
Երկրորդ տարբերակը, եթե այս կամ այն կերակրատեսակը ունի ծիսական նշանակություն այս կամ այն ազգի համար, դրա պատկանելությունը վիճարկել նշանակում է փոցխով քամիների դեմ գնալ պատերազմ։ Անմիջապես կերևա, որ դու փոցխ ես վերցրել, գոնե ինչ որ մի բան վերցրու, որ մի քիչ քամի բռը։ Այսինքն տոնատեսական նշանակությունը, տոնատեսական նրա այդ հանգամանքը անվիճելիորեն ցույց է տալիս նրա պատկանելությունը։ Եվ ես որպես խոհարար եւ որպես կազմակերպության ղեկավար, որը ուսումնասիրում է մեր խոհանոցի արմատները եւ ծագումնաբանությունը եւ զարգացման փուլերը, մենք վստահորեն կարող ենք ասել, որպես կերակրատեսակներ մեր ազգային խոհանոցի հիմքում ընկած են հացահատիկից եւ ցորենից եւ այլ հացահատիկավորներից պատրաստված կերակուրները, բայց որպես համակարգ խոհանոց կայացած արդեն որ արմատը տոնատիսական կերակրատեսակների համակարգի մեջ է։ Դրանք այն կերակուրներն են, որոնք դրվում են սեղանին մեր տոն օրերին, լինի դա եկեղեցական տոն, թե ժողովրդական։ Շատ հետաքրքիր է։ Իսկ ասենք Իտալիայում, եթե ժամը 11-ից հետո դուք պատվիրում եք կապուչինո, ես ինչպես Իտալիայի մասնագետ կարող եմ ասել, որ դա տարօրինակ հաստատ կլինի, կնայեն շատ տարօրինակ տեղացիները, որովհետև այդ ժամից հետո ընդունված չի, դա ոնց որ ավանդույթ է, որ ընդունված չի խմել կապուչինո, խմում են սև սուրճ 11-ից հետո։ Կան ինչ որ այդպես առանձնահատկություններ, որ բնորոշ են հայկական խոհանոցին, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ սփյուռքին ու զբոսաշրջիկներին։ Հայաստանում էլ եթե կարմիր գինու հետ պանիր մատուցեն, այդ մարդուն կասեն, ուրեմն որևէ բան չի հասկանում համային հատկանիշների օգտակարության եւ ընդհանրապես գինուց ու պանրից։ Հիմա իսկ Իտալիայում մատուցում են։ Այնպես որ իսկ մենք 5-րդ դեռ դարից Եղիշեից կարող ենք ամրագրել, որ կարմիր այն գինու հետ են պանիր մատուցում, որի որակի վրա կասկածում են։ Որտեղ կարմիր գինին ինքը բույրեր են եւ փունջ է։ Իսկ պանիրը քիմքը ծածկող է։ Մենք քիմքը ծածկում ենք ու այդ բույրերը ուզում ենք զգանք։ Այնպես որ ամեն մի ազգ ունի իր յուրահատկությունը։ Մենք այո, կերակուրներ ունենք, որոնք ունեն եւ պատրաստելու բնականաբար հստակ կարգ եւ նաեւ մատուցելու եւ նաև դրա ժամը, պահը, ամենահայտնի կերակրատեսակը խաշ կերակրատեսակն է։ Չակերտներով, լուրջ մասնագետների կարծիքով աղքատների կերակուր է, մեր համեստ կարծիքով տոնատիսական կերակուր է եւ համարվում է հարսանյաց հանդեսի հաջորդ օրը խնամականչի ծիսական կերակուր։ Եվ ունի պատրաստման ձև, որ միշտ տղամարդիկ պիտի պատրաստեն, որ 3 կենաց է խմվում, որ մատերով են ուտում, որ մի խոսքով այդ կարգը Իմիջիալոց դուք ասացիք, որ պիտի տղամարդիկ պատրաստեն, ես այդպիսի հենց հարց ունեի ձեզ համար նախատեսված, կան ուտեստներ, որ պետք է պատրաստեն հենց միայն տղամարդիկ, ասենք Մոսկվան արցունքների չի հավատում ֆիլմում, սովետական ֆիլմում, հերոսը ասում է, որ խորովածը չի հանդուրժում կանացի ձեռքեր։ Հիմա դուք համամիտ եք այդ մտքին։ Այո, դա իմ կարծիքով վերցված է հենց կամ Հայաստանի կամ Կովկասի ընդհանրապես, այո, եւ դա նորմալ է։ Բայց ես մի բան ավելացնեմ։ Ոչ միայն կան կերակրատեսակներ, որոնք պիտի տղամարդիկ պատրաստեն, այլ նաեւ տեսեք հացաթխման process-ը եւ հատկապես թոներից օգտվելու process-ը։ Շատ քչերը երևի գիտեն, որ հնում թոնիրը շարելը կամ այդ կավը վարանելը միայն կանացի գործ էր։ Միայն կանայք էին թոնիրը շարում, թոնիրը գետնի մեջ պատրաստում։ Եվ հացաթխման ժամանակ էլ հատուկ կարգ կար, ով կարող էր խմորն անել, ով չէր կարող ընդհանրապես խմորին ձեռ տալ, ով պիտի գնդեր, ով պիտի գրտնակեր, ով պիտի թխեր։ Իսկ ինչպիսին է, ասենք, հայ խոհարարը ձեր կարծիքով, ինչպիսի մարդ պիտի լինի, որ դառնա, պետք է լինի, որ դառնա հայ խոհարար։ Ժառանգականության մասին ես չեմ կարող ասել, միգուցե իմ օրինակ նախնիների մեջ եղել են, ես տեղեկություն չունեմ, բայց իմ ժառանգներիս մեջ ցանկացողներ դեռ չկան, իմ մի թորնիկը տենց մի քիչ ցուցաբերում է հետաքրքրություն, տեսնենք, բայց խոհարար լինելը շատ լուրջ երևույթ է, որակների հետ է կապված։ Լավ կերակուր պատրաստելով դեռ խոհ
արարող, այսինքն միտք արարող դեռ չես կարող դառնալ, որովհետև դու պիտի լինես կենսանխինդ մարդ։ Երբեք որևէ չար միտք պիտի քեզ ընդհանրապես քո գլխի մեջ տեղ պիտի չունենա։ Մանավանդ կերակուր պատրաստելիս։ Դու պիտի բացառիկ ազնվության, այնտեղ դա չքննարկվող բան է նաև։ Եվ պիտի լինես բացառիկ հայրենասեր։ Մշակույթը, իսկ ազգային խոհանոց դա մշակութային երևույթ է, մշակութային ժառանգություն է, մշակույթը այս պահին եւ միշտ կարծում եմ նույնպես եղել է, կա եւ լինելու է զենքի տեսակ։ Եվ մշակույթով նույնպես տեսակները իրար նկատմամբ սանձազերծում են ոտնձգություններ։ Խոհարարը լինելով մշակույթի կրող, ինքը պիտի պատասխանատվություն վերցնի այդ իր մշակութային ժառանգության պահպանությունը ապահովելու։ Մի խոսքով, ես ինչպես իմ ուսանողներին եմ ասում, խոհանոցը խրամատ է։ Եվ այդ խրամատում մարտնչում են խոհարարները հանուն ազգային խոհանոցի, որը կրկնեմ մշակութային ժառանգություն է։ Իսկ ինչպես են Հայաստանում ընտրում խոհարարներին, ասենք կա որևէ քննություն։ Այո, նախնական մասնագիտական կրթական համակարգ կա, այսինքն ուսումնարաններ, պրոֆտեխ, որ ասում են, եւ կա նաեւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, որոնք պատրաստում են տեխնիկ տեխնոլոգներ, որոնք էլի կապված են խոհանոցի հետ։ Մեր կազմակերպությունը շատ սերտորեն համագործակցում է համարյա բոլոր հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հկն հասարակական կազմակերպությունը, որը արդեն 18 տարի գոյություն ունի։ Մենք սերտորեն համագործակցում ենք բոլոր ուսումնարանների հետ, ավելին ասեմ, մենք նույնիսկ իրականացրել ենք վերապատրաստման դասընթացներ այդ ուսումնարաններում դասավանդող դասվարների, ուսուցիչների համար։ Եվ ծրագրային առումով ենք չափորոշիչների ձևավորման մեջ ենք մեր մասնակցությունը ունեցել, կան լավ արդեն կամաց, բայց այնուամենայնիվ դինամիկ աճ ենք տեսնում մենք որակական առումով ուսումնարանների, այո։ Ինչ տիպի ուտեստ պիտի պատրաստի, որ ցույց տա գիտելիքները։ Նախնական այսպես հարցազրույցով կամ արդեն նայած որ ռեստորանը փորձնական շրջանով պիտի ցույց տա, որ ինքը տիրապետում է խոհարար մասնագիտության, այսինքն պարենային ապրանքների ապրանքագիտություն, գիտի բոլոր ապրանքները, նրանց բնութագրերը, գիտի բոլոր տեխնոլոգիական պրոցեսները, զորօրինակ ջերմային մշակման տարբեր եղանակները եւ գիտի թե այդ մթերքները ինչ փոփոխության են ենթարկվում այս կամ այն մշակման ժամանակ, որովհետեւ մենք եւ որևէ ուսումնական կենտրոն չի կարող արդեն կոնկրետ պատրաստել, ասենք իտալական խոհանոցի համար պատրաստի խոհարար կամ այս կամ այն, ինքը պիտի պատրաստի ընդհանուր խոհարարական հիմունքներին տիրապետող մասնագետ։ Խոսելով, ասենք, եթե խոսենք ամանորյա սեղանի մասին, քանի որ մոտենում է ամանորը, ինչ պետք է անպայման լինի հայկական ամանորյան սեղանին եւ ինչպիսին է դասական հայկական սեղանը։ Ես լսել եմ, որ կա առաջ միշտ թխում էին ասիլ-վասիլ, ասենք տարեհաց, չէ, ինչ որ տենց ամենամեծ տան մեծ կիններ կարծեմ, չէ՞, պիտի թխեր։ Կան որևէ ինչ որ տենց ավանդույթներ, որ պետք է մյուս սերունդներին անհրաժեշտ է փոխանցենք։ Աննա ջան, ես ավելի հիմա խոսեմ եւ գամ ամանորին։ Ընդհանրապես համարյա թե նշեցի, որ տոնածիսական կերակրատեսակների համակարգը մեր, որը մեր ազգային խոհանոցի հիմքում է ընկած, դա խոհանոցի աստվածաշունչն է, ես այդպես եմ համարում։ Դա մի համակարգ է, որը ցույց է տալիս մեր դիմագիծը, մեր աշխարհընկալումը, մեր պատկերացումները, ընդհանրապես մեր վերաբերմունքը արտաքին աշխարհի հետ, որովհետև ամանորին կերակուր է պատրաստվում, որպեսզի աշխարհում տիրի խաղաղություն։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է մեր ընկալման մասին, մեր աշխարհընկալման մասին։ Ամենահիմնական կերակրատեսակներից է նավասարդի հարիսը, որը տարբեր վայրերում այլ կերպ է կոչվում նաև։ Զորօրինակ քաշիկա, քեշկեկ, կորկոտ, կուրկուտ եւ նավասարդի հարիսա։ Հարիսաների տարատեսակներից է։ Իսկ հարիսաները ինչ են։ Երկու բաղադրիչ ունեն հիմնական՝ միս եւ ձավար։ Իհարկե աղ, ջուր եւ այլն։ Միսը կարող է լինել թռչնամիս տարբեր տեսակի։ Կարող է լինել գառ, կարող է լինել տավար, կարող է լինել խոս։ Ես ասում եմ եւ հիմնավորեմ, օրինակ Կապանի եւ Սյունիքի տարածաշրջանում, Կապանում հատկապես այդ կորկոտը պատրաստում են տավարի մսից։ Արցախում պատրաստում են խոզի մսից։ Ջավախքում գառան,
որոշտեղ սագի, բադի, հավի եւ այլն։ Բայց ամանորի նավասարդի հարիսան տարբերվում է այլ հարիսայից նրանով, որ պատրաստելու ընթացքում չի հարվում, չի խառնվում, որպեսզի գալիք տարին խառնակ չլինի եւ պատերազմներ չլինեն։ Տարեհաց, օրինակ դժվար է մենք ունենանք տարեհաց, ձեր նշած, որ բաժանենք, տեսնենք ում ենք գնում այդ դոլվաթը, որ ասում են, բայց մենք ինչի չենք հավատում, ինչի ենք կորցրել ամեն ինչի նկատմամբ մեր հավատքը։ Ասիլիկ Վասիլիկները դրանք խաղալիք եւ բան թխվածքներ են, խմորեղեն տեսակներ են, սպասելիքով։ Տանը նորահարս կա, հարսի կերպարով թխեցինք, ուրավ, ուրեմն բարձրացավ, ուրեմն պիտի բալիկ ծնվի, կամ այս կամ այն գործիքի, այս կամ այն մթերքի անունով, անուշապուրներ, ինչի չենք պատրաստում, չրեղենի հիմքի վրա ապուր էինք պատրաստում, կամ կոմպոտ, որ ասում ենք, դնում ենք սեղան, որ գալիք տարին անուշ լինի։ Պետք է վերականգնել։ Պետք է վերականգնել, այո, տոլման միշտ եղել է տոնական մեր սեղաններին, այնպես որ այդ կճախաշը, տոլման, ասիլիկ վասիլիկները, տարեհացը, քաշիկան, նավասարդի հարիսան, այլ ուտես տոլմաները, տոլման ամենատոնական կերակուրն է բոլոր տոներին։ Տարբեր տեսակների։ Բոլոր տոներին։ Իհարկե տոլման ավելի շատ խաղողնեքի տոնին է, որովհետև ինքը խաղողածին կերակուր է, խաղողից է ստացվում, խաղողի տերևից։ Բայց բոլոր տոներին կա եւ հնում եւ հիմա եւ լինելու է ընդմիշտ։ Մեզ պատմել էր իմ լորեցի տատիկը գյուղում ժամը 12-ին, այս նոր տարին, ասենք 12-ին 5 պակաս, տանտիկինը լավաշն ու շաքարը ձեռքին պիտի մտներ, այնց 12-ներ գալիս պիտի մտներ տուն, որ այդ տարին լինի հացառատ։ Ուրեմն ավանդույթ կար նաեւ կլոր հացը կիսում էին ուղիղ, կեսը մինչև 12-ն էին ուտում, այն կեսը 12-ից հետո, որ այդ արդեն հնից դեպի նորը հացոտ լինի, հացառատ լինի։ Ընդհանրապես Աննա ջան, հացի նկատմամբ մեր վերաբերմունքը եւ նրա սրբացման այդ մեր երևույթը շատ լուրջ խորքային եւ գիտական եւ պատմական հիմքեր ունի։ Եվ պատմական, ընդհանրապես պատահական չի, որ մենք սնվելուն ասում ենք գնանք հաց ուտենք։ Հաց, այո։ Պատահական չի, որ մենք մարդուն բնութագրում ենք, ասում ենք լավ մարդ է, հացոտ մարդ է, հաց տվող մարդ է, վատին էլ ընդհակառակն ասում ենք անաղոհաց մարդ է։ Կամ եթե մենք խոսում ենք մեկի երրորդի մասին եւ ինչ որ մի վատ բան, մարդ ով է երրորդի հետ գոնե հաց է կիսած լինում, ինչ ասում, ասում ես իր հետ հաց եմ կիսե, ես չեմ կարող ինչ որ վատ բան ասել։ Եվ դա ունի շատ լուրջ գիտական խորհրդանիշն է մեր, կարելի ասել, կարևոր։ Իսկ անցյալում ամանորյա սեղաններին, եթե ես ճիշտ եմ հիշում, ասում էին, որ նույնիսկ ասենք ոչ շատ ապահոված ընտանիքներում սեղանը առատ էին փնտրում, որ նու ասենք ֆինանսական բեր չէր գուցե մեծ, հա, որովհետև տարվա մեջ ինչ որ կարողացել են պահեստավորել, ինչ որ կարողացել են, ասենք, ընթացքում աճեցնել, հենց դա մարդիկ սեղանին էին դնում։ Այսօրվա դրության դա ինչ է։ Սեղանը պիտի լինի առատ ընտանիքներում։ Դա խորհրդանիշ է, որ նոր տարվա առումով թե արդեն այդ ավանդույթը, ասենք, այդքան էլ բնութագրեցիք։ Առաջներում դրվում էր այն ամենը, ինչ տնտեսական տարվա մեջ այս կամ այն ընտանիքը կարողացել են աճեցնել, պաշարանել։ Իսկ հիմա մրցավազք կա։ Այն ժամանակ ամոթ էր ծույլ լինել։ Ամոթ էր, որ մեկի տանը ամեն ինչ կա, ինչ հնարավոր է ցանել, դրանից ստեղծել։ Մյուսի տանը չկա, որտեղ ինքը ծուլացել է, ինքը հող չի մշակում։ Ծուլացել է, հող չի մշակում, բայց շատ լավ գիրի մշակելու ձև ուրիշներին սովորեցնում է, շատ խոսում է, պարծենկոտ է։ Առատությունը դրա մասին էր խոսքը, որ առատ լիներ, ամեն ինչ պիտի լիներ, մենք ունենք եւ մրգային ամեն ինչը, ծառեր ունենք, նու գյուղական կյանքի մասին է խոսքը։ Ինչպես օրինակ։ Այո, ունենք տարբեր այդ մսացուներ, ունենք տարբեր եւ ամեն ինչ առատ է։ Այս սրա մասին է խոսքը, բայց հիմա մրցավազք է, ցավոք սրտի, եւ մարդը նույնիսկ իրեն անտեսելով իր ֆինանսական սահմանափակ հնարավորությունը, ուրիշին նայելով ինչ որ մի բանի հասնում եւ ցավը նաեւ որ որոշ մասը նույնիսկ թափում են։ Մենք մեր չափը անչափ լինելն է։ Իսկ չափի մեջ չեն կարող
կարողանում տեղավորվել, որովհետև ցավոք սրտի, սա մեծ ախտ է, բայց պիտի ասեմ, շատ դեպքերում գնում ենք, որ շնորհավոր ենք, բայց այնուամենայնիվ գնում ենք նաև տեսնենք, թե ինչ չեն հասցրել դնել սեղանին, որ խոսենք։ Ցավալի բան եմ մեր ասում։ աղցանից ձեր աղցան։ Այո, ցավալի բան եմ ասում։ Ոչ թե գնում ենք շնորհավորելու, ասենք շնորհավորում ենք գալիք տարվա մեջ թողառատություն լինի բան, գնում ենք տեսնում ամեն ինչ կա, թե ինչ որ մի բան պակաս է։ Թե մի աղցան պակաս է։ Սա ողբերգություն է։ Մենք պիտի գոնե ազգովի հասկանանք սա եւ անենք այն ամենը, ինչ պիտի վերադառնանք մեր ավանդույթներին։ Տոնատիսական կերակրատեսակներին վերադառնանք։ Ուրիշ բան չեմ ասում, որpիսի մենք բոլորս հավասար բանի մեջ լինենք, հավասար հնարավորություններ ունենանք։ Վերանանք, այլ ոչ թե այդ մի ամբողջական անասուն ինչ որ միտեղ դնենք բանի ու գանք սեղան նկարվենք, հետո մյուս օրը տանենք թափենք։ Իսկ կարողանաք կիսվել հին որևէ հայկական բաղադրատոմսերով, որոնց մասին գուցե արդեն Սփյուռքը չի լսել այսօրվա դրության։ Ամանորյա հենց թե ընդհանրապես։ Թեկուզ հա, ամանորյա, որ ասենք մոռացվել է կամ կորսվել է, ասենք այդ բաղադրատոմսը։ Տեսեք, մենք բնականաբար շատ կերակրատեսակներ ես 20 տարվա մեջ մեր կազմակերպությունը եւ մենք ուսումնասիրել վերականգնել ենք այնքան կերակրատեսակներ եւ իմիջիայլոց տպագրել ենք արդեն 4 մարզի խոհանոց Սյունիքը, Տավուշը, Լոռին եւ Վայոց ձորը ափսոս որ այն կազմակերպությունը, որը հովանավորեց շատ քիչ տպականակով բանալից եւ թույլ չի տալիս, որ մենք բանանենք, դեց շռայլենք բան եւ համարյա արդեն վերջացել է։ Ուզում եմ ասել, որ այնքան շատ են կերակրատեսակները։ Օրինակ տեսեք, մի լավ հետաքրքիր կերակուր ունենք, Խաչենի Բորանիա կոչվում։ Խաչենի, մեր Արցախի։ Գարան մսով է, օգտագործվում է նաեւ սև սալորաչիր, նրան հատիկներ, տոմատ մածուկ, սոխառած եւ գարան միս։ Գարան միսը կտրատում ենք երացող ջրի մեջ, խաշում ենք, լավ։ Առանձին պատրաստում ենք սոխառած, սոխառածի մեջ հենց թեթև լցնում ենք կտրատված սև սալորաչիրը, նուրը, այնուհետեւ անմիջապես տոմատը, որ չվառվի, ճիրը շատ շուտ է վառվում, խառնում ենք, դա այն դեպքում, երբ որ սոխը արդեն ոսկեգույն երանգ է։ Տոմատով խառնում ենք, այնուհետև այդ խաշված միսը դնում ենք էլի այդ տոմատի մեջ, արդեն տոմատն է, սև սալորաչիրներն եւ նրան հատիկներն է։ Այդ միսը խաշված արդեն նոր համեմում ենք աղով, պղպեղով եւ այդ տոմատի մեջ նաեւ հագեցնում ենք այդ համերով, հետո մի քիչ այդ արգանակից, այնքան որ սոուսատիպ կերակուր ստացվի։ Մի քիչ արգանակ ենք լցնում եւ այդպես մատուցում ենք հաճարի փլավով, բրնձի փլավով կամ արիշտայով փլավով։ Շատ կուզենամ, որ այս կերակրատեսակը օգտագործվի, Խաչենի Բորանի, բայց այս կերակրատեսակը մատուցվում է սխտոր մածունով։ Միսը անպայման սխտոր մածունով, դա բոլոր բորանիների օրենքն է, որովհետև բորանի կերակրատեսակը ծագել է պարսկական Խոսրով շահի Բորանդուխտ անվան հետ, որովհետև Բորանդուխտը բոլոր կերակրատեսակներն համարասիրել է սխտոր մածունով, մածունը հայկական։ Եվ այս կերակրատեսակների նման կերակրատեսակներ բոլոր եւ հայկական խոհանոցում կա շատ, եւ պարսկական, նույնիսկ հնդկական։ Բորանի, բրյան, այդ բառը շարունակվում է։ Ես կուզենայի, որ այդ կերակրատեսակը պատրաստել Սփյուռքում եւ որպես տոնական կերակրատեսակ մատուցեն, եւ նաեւ մենք մշակույթը առաջ կտանենք։ Մենք Խաչենի այդ հզոր եւ շատ պատվախնդիր մեր այդ տարածաշրջանի կերակրատեսակը առաջ տանելու։ Մշակույթ է սա։ Մեզ ոչ մեկը չի կարող արգելի, չէ՞։ Բա ում ենք սպասում, որ մենք սեղանին առանց բանի դնում ենք պիցա, խինկալի, չգիտեմ ինչ, ում ենք, ինչ ենք անում։ Հետո մենք խոսում ենք այլ կերպ կամ այլ զգացողության մասին, հայրենասիրության մասին։ Խոհանոցի մասով հայրենասիրությունը սա է, որ միշտ օգտագործենք ազգային կերակրատեսակներ։ Սա պարտադիր է։ Ինչպես եք մտածում, պետք է արդյոք հարմարեցնել հայկական ուտեստները տեղական մշակույթին։ Լսել եմ, որ պատրաստում են հայկական կոնյակի վրա հիմնված կոկտեյլներ կամ մածունի համով պաղպաղակ, ասենք ինչպես եք վերաբերվում այդ փորձարարություններին։ Ես համարում եմ, որ դա զարգացում է
եւ շատ նորմալ է դա։ Եվ ընդհանրապես ավելին ասեմ, մեր կազմակերպությունը արդեն կապեր է ստեղծել տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, զորօրինակ ֆրանսիական մի կազմակերպություն կա, կոչվում է Disciple Escoffier։ Ավգուստ Escoffier-ն խոհարարական տերմինների հեղինակն է։ Խոհարարական տերմինների եւ նաեւ խոհարարական կանոնագրքի շատ լուրջ 55 եւ ավելի երկրներ կան անդամակցել, մենք անդամակցել ենք արդեն այս տարի եւ այդ զարգացումները դրա նորմալ է, խոհանոց չի կարող նույն տեղում դոփել, այսինքն այս կաղապարը պիտի ջարդվի, զարգացում պիտի ունենա, բայց բնականաբար ճաշակով։ Այսինքն դա ոչ թե ասենք վնասում է իսկությունին, այլ հենց զարգացնում է։ Որտեւ խոհարարական աշխարհը դա ասեմ մի քանի երկիր հանած խոհարարական աշխարհը համերաշ աշխարհ է, համերաշ։ Այն երկրները, որոնք իհարկե խոհանոցի միջոցով չեն ուզում իրենց այստեղ գտնվելը ինչ որ իզուր ճիգեր գործադրեն ապացուցելու, զորօրինակ մեր հարևանները, թշնամիները, որոնք խոհանոցի միջոցով նաև ուզում են ինչ որ այստեղ գտնվելը հիմնավորել, մնացած երկրները կան իհարկե որոշակի խնդիրներ բոլորի մեջ, բայց մեծ առումով խոհարարական աշխարհը համերաշ աշխարհ է եւ համաշխարհային խոհարարական ասպարեզում հայկական խոհանոցի տեղը, դիրքը ոչ մեկը չի կարող գրավել։ Մենք պիտի գրավենք։ Եթե մենք դեռ առայժմ լավ չենք ներկայացված, բայց այդ տեղը մեզ է սպասում, մենք ներկայանալու ենք, մենք անպայման լրացնելու ենք դա։ Եվ ասեմ, որ մեր խոսակցության սկզբից որ ասացիք, որ հասարակական սննդի օբյեկտներ դա շատ լավ է։ Շատ լավ զարգանում է մեր հասարակական սննդի բնագավառը։ Այդ թվում նաև ազգային խոհանոցը։ Եվ զարգացման տեմպերով չփոթեք թե ներկայացվածությամբ կամ զարգացվածությամբ տեմպերով մենք տարածաշրջանում շատ բարձր դիրք ենք գրավում։ Ովքեր են այն անհատները, որ ձեզ հենց ոգեշնչել են ընտրելու այս մասնագիտությունը եւ ով է, ասենք, մեծ ազդեցություն թողել ձեր մասնագիտական ձևավորման վրա։ Գուցե այս հարցը կհետաքրքրի նրանց, ովքեր չեն սիրում պատրաստել եւ կփոխեն իրենց կարծիքը։ Ես երջանիկ մարդ եմ, լավ շատ երջանիկ ընտանիքում եմ ծնվել, մանկավարժների ընտանիքում եմ ծնվել, բայց իմ հիշողությունների մեջ էր իհարկե հորս եւ մորս շատ սրբացված ձևով սիրում եմ, բայց իմ վրա մեծ ազդեցություն է թողել տատիկս։ Ես տատիկիս հետ երկանք եմ աղացել, ցորեն եմ բովել, երկանք եմ աղացել, այդ երկանքի այն քարի տակից դուրս եկող այդ բոված ցորենի բույրը մինչև հիմա այստեղ է։ Ես ոչ մի այլ տեղ այդ բույրը ես չեմ ոչ մի տեղից չեմ գտնում։ Եվ գիտեք ինչ, շատ ինձ հարցնում են նաև թե մեր ազգային խոհանոցի յուրահատկությունը որն է, առանձնահատկությունը։ Ես հիմա հաստատ կասեմ, որ այն ինչ ունենք, այո, դե բնակլիմական պայմաններ եւ այլն կենցաղ, բայց նաև տատիկի շերեփ կոչված ինստիտուտը։ Դա լուրջ ինստիտուտ էր։ Այդ դանա չէր, որ տատիկը թույլ չէր տալի ոչ մեկը մոտենալ։ Դա նա էր, որ տատիկը կառավարում էր այդ շերեփը։ Իսկ շերեփը տան տնտեսությունն էր ամբողջ։ Իսկ տատիկը իրականում տան վարչապետն էր։ Մեր ավանդական տները մի հիանալի հավասարակշռված մի երջանիկ պետության մոդել էր, որտեղ կար նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը, գիտության եւ այլն։ Դրանք պապիկը, տատիկը, հայրն ու մայրն էին։ Պապիկը նախագահն էր, առանց պապիկի իհարկե ոչ մի բան չէր ստա, բայց տատիկի ձեռքն էր շերեփը եւ ամբողջ տնտեսությունը։ Եվ այդ ամիս դու տատիկին տայիր X գումար կամ X անգամ 10 գումար, այն օգտվողները տնտեսության չէին զգա տարբերությունը, որտեղ նա շատ լավ ձևով բաժանում էր, կարողանում էր տնտեսել, տնտեսությունը վարել, կամ առողջության բանի մասին ով էր գիտության, գիտելիքի մայրը, հայրը ամբողջը պաշտպանում էր։ Տատիկից պատրաստած կերակուրներից ինքը շատ լավ հոնես սպաս էր ասում, աննկարագրելի, ինքը մեծ խոհարար չէր ասեմ, բայց այդ հոնես սպասը որ պատրաստում էր, անկրկնելի համ ուներ, հոն էր, մի քիչ արուր էր անում, ուրց էր անում, մեղր էր անում։ Ես այդ ամեն ինչը պատրաստում էի, գույնը չէի կարողանում բռնեցնել։
Ես հիշում էի գույնը, չէի կարողանում։ Իմ մեծ քրոջս ես ասաց ո՞նց ես անում, ասես լսի, բա դու մոռացել ես, որ այդ հոնը ինքը որ չորացնում էր, մի հատ եռացնում էր։ Ռուսերեն ասում են բլանշիրովկա, հայերեն երջրել։ Դա շատ լուրջ ջերմային մշակման եղանակ է։ Այսինքն եռացրած ջրի մեջ է դնում նոր է չորացնում։ Եվ գույնը լրիվ ամբողջությամբ ուրիշ ձև էր ստացում։ Եվ վերջո իհարկե դեր տատիկի այդ համը բանը չկար, բայց գույնը վերջապես վերականգնեցի։ Պարոն Մամուլյան, ես մի անգամ Հայաստանում ռեստորանում, որ նոր եկել էի, տեսա մի երևույթ, քիչ մարդ կար ռեստորանում, կառավարիչը հավաքեց մատուցողներին ու ժպիտով ասաց. «Աստղիկ ջան, ժպտա Հայկ ջան, ժպտա Գայանե ջան, ժպիտդ նվիրի Հայկին, Հայկ աղջիկներին ժպտա» եւ այս հիանալի ժպիտներով ասաց մենք մոտենում ենք մեր հաճախորդներին, նրանք կարող են ինչ-որ բանից դժգոհ լինել, ինչ-որ ձեզ նկատողություն անել, ինչ-որ բան պահանջել, բայց մենք արձագանքում ենք միայն ժպիտով, որովհետև ցանկացած ասած դժգոհությունը մենք կարող ենք հաղթահարել մենակ ժպիտով։ Հիմա հարցս որն է, թե այս պահին ես հիշեցի մի ֆիլմ կա, գուցե տեսել եք, Եռման կետ, հենց նոր ֆիլմ է, հենց մի 3 տարի առաջ հետ կարծեմ դուս եկել, հենց խոհարարների կյանքի մասին է։ Ամերիկյան ֆիլմ է եւ որտեղ ցույց է տրված թե ինչպես դժվար, ինչպես են աշխատում իսկական խոհարարները շատ խիստ լարված ռեժիմով։ Այսօրվա դրության դժվար է աշխատել Հայաստանում ռեստորանային բիզնեսում եւ կան հոգեբանական հատուկ ինչ-որ գուցե խոհարարների համար տեխնիկաներ, հա, որ քանի որ այս մասնագիտությունը իսկապես շատ բարդ է, դուք ասում էիք արդեն, որ ուտեստը կլանում է միշտ խոհարարի հույզերը, որքանով է կարևոր եւ ինչպիսի, ասենք, ինչ հոգեվիճակ պիտի ունենա խոհարարը, որ ուտեսը իսկապես լավ լինի, լավ ստացվի։ Խոհարարը կայուն հոգեվիճակ պիտի ունենա։ Ես կարծում եմ բոլոր մասնագիտությունների մեջ է միգուցե բայց խոհարարության մեջ հատկապես խոհարարը մեկ անգամ է աշխատում եւ արծատրվում։ Մնացած անգամները ինքը վայելում է իր կյանքը, երջանիկ կյանքը եւ դրա համար շատ վարձատրվում է։ Որովհետեւ դու սիրելով աշխատում ես, ստեղծում ես, արարում ես, դա վայելք է։ Եվ դրա համար նաեւ վարձատրվում ես։ Մի երջանկահիշատակ մեր մեծերից Սոս Սարգսյանն էր ասում, երջանկության մի կարևոր հանգամանք կա, երբ որ արտանում ես շտապում ես աշխատանքի եւ աշխատանքը վերջացնում ես շտապում ես տուն։ Սա իմ կարծիքով ամենահավասարակշռված երջանիկ զգալու պահն է։ Այսինքն այդ աշխատանքը դու պիտի վերածես արվեստի։ Ես միշտ ասել եմ, նույնիսկ հատակ աբլող, մաքրող այդ մարդը կարող է իր աշխատանքը արվեստի վերածել։ Եվ իմ կարծիքով լուրջ արվեստներից որևէ մարդ մասնագետ այդ արվեստի իր անհեռատես կամ իր վատ շնորհքով այդ արվեստը կարող է վերածել մի ինչ-որ վատ աշխատանքի։ Եթե մենք գիտակցենք, որ մեր աշխատանքի արդյունքում մարդիկ երջանկություն են ապրում, մարդիկ այդ օրը լավ են անցկացնում, նրանց այդ օրվա աշխատունակությունը, այդ օրվա արարելու հնարավորությունը մենք մեզանից է կախված լավ սննդից, բայց ընդհանուր առմամբ յուրաքանչյուր խոհարարի ամենալուրջ գնահատականը սեղանից վերադարձող դատարկ ափսեն է։ Սրանից երջանիկ պահ չկա։ Բայց դու դրան պիտի հասնես։ Դու դրան պիտի հասնես պատրաստելու ժամանակ այդ ամբողջ էներգիան ներդնես, ուղարկես, հետո այստեղ սրտի թրթրով սպասես, թե քո այդ մտածած կոմբինացիան հասկացավ թե չէ ճաշակողը։ Եթե դատարկ է գալիս, ուրեմն հասկացել է։ Եթե խոսենք, ասենք, գովազդների մասին, ինչպիսին պետք է լինի այսօր հայկական ռեստորանը, ինչն է անհրաժեշտ եւ ինչպես են աշխատում գովազդները, ասենք, այսօր ավելի կարևոր է լոկացիան, թե խոհանոցը, թե ընկերների ծանոթների խորհուրդը, հա, որտեղ Գայանեն է գնում, մենք էլ ենք գնում, թե ինչպես է այսօրվա դրության։ Որակը եւ մոտեցումը։ Ես
ես նշածս այդ դիսցիպլինի Էսկոֆիեի էքսպերտներին հրավիրել եկել էին իրենք եւ իրենց խնդրանքով մենք այցելեցինք 4-5 ճանաչված ռեստորաններ տարբեր ոճի այդ թվում եվրոպական, կիսաեվրոպական, մոդեռն հայկական եւ ավանդական հայկական գիտեք որտեղից իրանք գող գնացին իրանք գող գնացին հայկական հենց հայկական հենց թոնրի հենց այդ համերի բան իրանք ասին դուք որ էս ունեք ինչ մասն եք մտածում ինչ բայց դա ճիշտ չէր մենք այդ ունենք բայց դա զարգացնելու ենք դժվար է ռեստորան ունենալ Հայաստանում բայց մեր հանրային սննդի բնագավառը լավ դինամիկ աճ է ցույց տալիս չլիներ կովիդը շատ լուրջ մագարտակի էինք հասցրել հիմա էլ նորից վերականգնվում է շատ լուրջ շատ դժվար է եւ ոճը միշտ միջև այս վերջերս շատ չէին տարբերվում ոճերով ռեստորանները հիմա մենք ունենք շատ տարբեր ոճային ռեստորաններ շատ տարբեր ոճերի եւ որակն է որ կանչում է տեղը լոկացիան այնքան էլ նշանակություն չունի այսօր մենք ունենք ռեստորան մեր կազմակերպության խորհրդի անդամ է որը Երևանից դուրս է ծաղկունքում է մարդիկ կարող են նստեն գնան ասեն այդ ծաղկունքի այս կերակրատեսակը կամ գնան Ծաղկաձոր այս ռեստորանի այս դեսերտը ուտենք հայկական դա արդեն խոսում է որակի մասին որ տարածաշրջանն է ձեզ ամենաշատը ապշեցրել խոհանոցային հետազոտությունների ժամանակ Վայոց ձորը եւ ինչու տեսեք մենք խոսում ենք Վայոց ձորի մասին եւ համարում ենք իրավացորեն որ Վայոց ձորը գինու բնորանն է դա արդեն վաղուց ապացուցված է արդեն վաղուց եւ այսօր գինիների շքերթ է այնտեղ շատ որակով խոհանոցը դրա մասին եւս մեկ անգամ ապացուցում է համընդհանուր հայտնի փաստ է միգուցե լեգենդի նաև միջոցով, որ գինու հայտնաբերումը կապում են այծերի հետ, որ այծերն է, որ խաղողի մեջ արածելով կամ շրջելով տեսել են, հայտնաբերել են, որ միջև կեսօր ինչ-որ մի տրամադրություն ունեն, կեսօրից ինչ-որ ավելի աշխուժանում են, հետևել են, տեսել են, ես արագ եմ ասում ուղղակի, հետևել են, տեսել են, որ խաղողի այդ թփի տակ քարի ինչ-որ այդ փոքր փոսիկի մեջ հավաքված ջուր են խմում եւ ինչ-որ քեֆները լավանում, այսպես ասենք։ Եվ հասկացել են, որ այդ ընկած խաղողն է, սա լեգենդ է, բայց սա յուրաքանչյուր լեգենդ ունի այնուամենայնիվ մի փոքր լեգենդի մաս, մնացածը իրականություն է։ Խոհանոց երբ որ ուսումնասիրում ենք Վայոց ձորի, տեսնում ենք, որ գերակշիռ մասը այծի եւ ուլի մսից է։ Այսինքն շատ հավասարակշռված եւ շատ խոհանոց ցույց է տալիս, որ այո, գինին ու այծը այնուամենայնիվ այո առնչվել են եւ Արհավատյան խոհանոցն է շատ ու շատ կերակրատեսակներ կան որոնք պատրաստվում են ուլի մսից եւ ամենա հայտնի կերակրատեսակներից մեկը բրյան են ասում հենց դա թոնրի մեջ կախված ուլն է ինչի են բրյան ասում ես շատ եմ դրա մասին մենք որտեւ գառը որ կախում ենք ասում են խորովու գորովի խորվու բայց սրան բրյան են ասում որովհետև համեմում են մածունով այն բորանի բարի մածունով են անպայման այդ ուլը մածունով են համեմում քսում մածունը նոր են կախում բրյան այսինքն նորից գալիս է մածունի օգտագործումը բորանի հետ կապված հետաքրքիր գիտություն է չէ շատ հրաշալի խոհարարությունը ամենալուրջ գիտությունն է ինձ համար մնացած համար չգիտեմ Շատ հետաքրքիր է իրոք։ Իսկ ինչ էական տարբերություններ ասենք կան տարբեր շրջանների մոտեցում, խոհարարական մոտեցումներում։ Ազգային խոհանոցի հիմքը յուրաքանչյուր ազգի դա բնակլիմական պայմաններն են։ Դրանից արդեն ածանցյալ կենցաղավարության ձևը եւ իհարկե հավատալիքը այլավանդույթներ։ Աշխարհում գոյություն ունի 11 բնակլիմայական գոտի որից 7-ը առկա է Հայաստանում։ Իսկ տարբեր բնակլիմայական գոտիները դրանք նշանակում են տարբեր համային տարածություններ, որովհետև նույն բույսը, երբ որ աճում է տարբեր գոտիներում, ձեռք է բերում եւ տարբեր համահոտային հատկանիշներ եւ ընդհանրապես տարբեր որակական հատկանիշներ։ Այստեղից է, որ մեր խոհանոցը աշխարհի ամենաբազմազան խոհանոցներից մեկն է։
Այդ մեր ասելով չի միայն դեպի չէ։ Մենք ունենք տարբեր 7 տարբեր բնակլիմական գոտիներ։ Ասենք լեռնայինը մի ձևի։ Այո։ Եվ այս մարզերի խոհանոցները հենց տարբերվում են դրանով։ Ուղղակի մի անասելի աշխարհ է դա, որ խորանում է, չէ՞։ Այնպես ինչպես բարբարներն են տարբերվում, խոհանոցը այդպես էլ տարբերվում է։ Մոտեցումները, ինչ որ մի լուծումները, որտեղ բնակլիմական պայմանների հետ դա ազդեցությունն է ամբողջը։ Այնպես որ շատ լուրջ տարբերություն կա։ Հիմա որ ինձ հարցնեն, որ ընդհանրապես որ մարզի խոհանոցն ամենալավ, ես չեմ կարող ասել։ Բոլորը առանձնահատուկ լավն են, առանձնահատուկ յուրահատուկ են։ Որ հին պատրաստման, ասենք, եղանակներն եք համարում ամենաթանկը, թե թոնրի, թե չգիտեմ, կավե փռերում պատրաստելը։ Ես թոնիրը համարում եմ կրակի տեղայնացման եւ նրանից մաքսիմալ առավելագույնս օգտվելու առաջի սարքավորումը, որովհետև նախ թոնիրը ավանդական որտեղ է տեղադրված տան կենտրոնում, թոնիրի վրա կառուցված է հազարաշեն երթիկը, որը շատ լուրջ կառույց է, եւ թոնրի վրա պատրաստում են կերակրատեսակ, թոնրով տաքացնում են տունը, թոնրով վերականգնում են առողջությունը, չէ՞։ Քուրսի են ասում, հենց հանգած թոնին ոտերը կախում էին մրսած ժամանակ եւ գորգով կամ կարպետով ծածկում էին, այդ շնչում այդ բանը։ Իսկ դա ինչի նման է։ Դա ինչի նման է։ Ինգալյացիայի նման, հա, ինչ։ Ավելի մեծ ժամանակակից բառ։ Դա սաունան չի արդյոք։ Ճիշտ է։ Սաունան է, չէ՞։ Բայց ամենակարևոր բանը դրա։ Թոնիրը նաեւ ծիսական նշանակություն ուներ։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, թոնից շատ ազգեր ունեն, բայց գետնի մեջ քիչ, եթե ոչ եզակին ենք մենք, որովհետև թոնիրը ուներ ծիսական նշանակություն, թոնիրը խորհրդանշում էր արևը, այսինքն Աստված գետնի մեջ, արևի արևապաշտ ժամանակ, դեռ դահաքրիստոնեական ժամանակաշրջանները։ Հիմա կարող ես ինչ որ բաներ ասեմ, որը հավատքի հետ կապված միգուցե չհամընկնի, ես շատ մեծ մասնագետ չեմ, բայց արևի խորհրդանիշներ գետնի մեջ եւ այն վայրերում, որտեղ որ չկար հոգևոր կառույց, լինի դա նախաքրիստոնեական թե քրիստոնեական, հոգևորականները իրավունք ունեին թոնրի մոտ իրականացնելու պսակադրության ծիսակարգ։ Սա հստակ ցույց է տալիս, որ մեր թոնիրը շատ լուրջ կառույց է եւ ինչու գետնի մեջ եւ ինչու հարմար չի, չէ՞, հացը, որտեղ հապիտի տես, բայց հարմարը ինչի մասն է խոսքը։ Դու պիտի խոնարհվես Աստծո, որ հաց վերցնես։ Դու պիտի խոնարհվեիր արևին եւ հաց վերցնեիր։ Եվ ընդհանրապես առաջի զոհաբերությունը այդ մատաղը լավաշո հացով ա եղել։ Առաջի զոհաբերություն։ Շատ խորքային բան։ Շատ հետո իրոք հրաշալի է։ Իսկ ասենք զբոսաշրջիկները եւ սփյուռքի ներկայացուցիչները հաճախ հարցնում են, թե ինչու են հայկական ուտեստները մեզ մոտ որոշ դեպքերում շատ աղի, թե ռեստորաններում, թե տանը, ինչի հետ է դա կապված։ Ուրեմն հյուսիսում ապրող զբոսաշրջիկները եւ մեր սփյուռքի մարդիկ կարող է, որտեղ հյուսիսում աղի պահանջը օրգանիզմի նվազ է։ Այս ամենը բնակլիմական պայմանների պահանջ է։ Շոկ երկրներում մենք մեր օրգանիզմը աղ է արտազատում քրտինքի միջոցով եւ աղի բալանսը պահվում է։ Շոկ երկրներում մեր ախորժակը ընկնում է, հետեւաբար նաեւ մեր դիմադրողականությունը։ Եվ ամոքանք է պետք, հատկապես կծու, որպեսզի գրգռենք եւ ուտենք ինչ որ մի բան։ Եվ կծու օգտագործումները խիստ կապված է բնակլիմական պայմանների հետ։ Բայց այնուամենայնիվ ես դա չեմ ասում, որ մենք կարող ենք չարաշահել։ Այո, մենք աղը պիտի մի քիչ մի փոքր դեպի նվազը միշտ լցնենք։ Մենք որ գրում ենք բաղադրատոմս կամ բան, ասում ենք 1 բաժնի 2-ից 4 գրամ։ Դա նորմալ է։ Եթե 1 բաժինը մենք համարում ենք մոտավորապես 400 գրամը կամ 350-ից 400 գրամը, դա նորմալ չափաբաժին է։ 2-ից 4 գրամ։ Մենք պիտի ներքին նիշով միշտ աշխատենք։ Բայց ցավոք սրտի կերակրատեսակներ կան, որ չի կարելի թողնել ճաշակողի քիմքին, որ ինքը համեմունք ավելացնի։
Շատ երկրներում միգուցե դա ընդունելի է, բայց աղի պակասը մնացած համերի վրա նույնպես ազդում է։ Մեր օրգանիզմը այնպես է կառուցված, որ աղը նպաստում է այլ համերի արձանագրմանը նաև մեր այդ զգայարանների վրա։ Այսինքն դա մեր կոդն է, չենք կարող դա փոխել։ Այո, մեր կոդն է, բայց ես չեմ ասում, որ չարաշահ ենք, բայց մեր բնագրինական պայմաններում մենք օգտագործում ենք այնքան աղ, որքան որ մեր օրգանիզմը պահանջում է։ Ինչու են եւս մի հարց այդ մատուցողների մասին, ասենք ինչու են Հայաստանում երբեմն մատուցողները ակտիվ մասնակցում ուտեստի ընտրությամբ։ Օրինակ հետևում եմ զբոսաշրջիկների խմբերում գրված էր, որ երբեմն մատուցողները խորհուրդ են տվել, ասենք թե չուտել որևէ բան կամ, չգիտեմ, դա ձեզ շատ կլինի, հենց այդպես էլ գրում են, մեկը գրել էր, որ գիտեք, սա արդեն ձեզ շատ է ձեզ համար, եւ նրանք դա հենց ընկալել էին ինչպես վիրավորանք, դա էլ է որևէ մեր երևույթը, ասենք։ Չէ, դա երևույթները չի, որոշակի կանոնակարգ իհարկե կա, որոշակի ստանդարտ մատուցողին, բնականաբար հյուրընկալողին, բայց մոտեցման առումով ավելի մտերմիկ երևույթ կարող է լինել, եթե մարդը քեզ խորհուրդ է տալիս, թե դու ինչ չափաբաժնով կամ ինչ հերթականությամբ ճաշակես, դա շատ նորմալ է, շատ լավ է, որովհետև շատ դեպքերում սովորական մահկանացուն այնքան էլ պարտավորված չի հասկանալու, թե ինչը ինչից հետո եւ ինչ չափաբաժնով ճաշակել։ Ուտում է, վատ է զգում եւ գալիս ասում է վատ եք պատրաստել։ Բնականաբար, եթե մենք խառնենք ածխաջրաշատ կերակուրը, սպիտակուցաշատ, ճարպաշատ կերակրատեսակները եւ դրա հերթականությունը դրա նախուտեստով օրգանիզմին պատրաստելը չհուշենք, մարդը կարող է վատ զգալ։ Այսինքն ամեն մի մասնագետ պիտի նաև ուղղորդի, թե ինչից սկսել եւ ինչով վերջացնել։ Ինչով է պայմանավորված հայկական մեր ավանդույթը հյուրերին միջև վերջ կերակրել, ասենք օտար ընկերներս հաճախ ասում են, որ հայկական սեղանից հետո ես մի շաբաթ հաց չեմ ուտելու։ Դա էլ է որևէ ավանդույթ, որ մենք պիտի հյուրին այդպես ցույց տանք մեր թե ինչպես ենք գնահատում կամ հարգում։ Ընդհանրապես էթիկայի կանոններ կան։ Եթե դու առաջարկում ես եւ երկրորդ մի անգամ Բայց ավանդույթ չէ երկրորդ անգամ առաջարկել։ Չէ, ինչ ված բան ասում ենք, կա ասում ենք ավանդույթ, այդպեսի ավանդույթ։ Չէ, ավանդույթ կար հարգելը, ավանդույթ կար նրան հատուկ տեղ, հատուկ մոտեցում, հատուկ, բայց ստիպել ուտելը այդպեսի ավանդույթ չկա, չի եղել, չկա եւ չի լինելու։ Չեմ կարծում, որ այդպիսի ավանդույթ վերագրվի մեզ գիտակից մարդկանց կողմից, որտեղ էթիկայի կանոնները, այո, բոլորինը մեկ է, չի կարելի ստիպել, չի կարելի մի անգամ հրաժարում ստանալուց հետո ստիպել ու բան, դա էթիկայի կանոն է, դա ավանդույթ չկա, մի խցկեք ավանդույթ, խնդրում եմ։ Ձեր կարծիքով որ հայկական խոհարարական ավանդույթներն ունեն միջազգային դառնալու ներուժ կամ որևէ ուտեստ։ Կարևոր հարց է։ Մեր հարիսան օրինակ շատ լուրջ նախադրյալ ունի միջազգայնացնելու։ Մեր կերպարն է, մեր դիմագիծն է արդեն ցույց տալիս։ Ղափաման կերակուր է, որը մատուցվում է, որպեսզի աշխարհում տիրի խաղաղություն նորից։ Տարեհացը, մեր տհալը, տարբեր մսային կերակրատեսակներ, որը ես հիմա սկսեմ մի քիչ բան, մենք հագանիների տարատեսակներ ունենք, որոնք ընդհանրապես սոուսում պատրաստվող կերակրատեսակներ են։ Մենք ունենք կոնֆի են ասում, չէ, ֆրանսիական ինչ-որ բաներ կա, բայց մեր քյուֆթան կոլոլակը դա սուֆլեանման բան չի, քարի վրա այնքան ծեծում են, որ բանա, յուրահատուկ կերակուր չի արդյոք, իհարկե յուրահատուկ կերակրատեսակ է, կամ ինչու օրինակ վրացական կուպատին գնում է առաջ, մեր բումբարը չի գնում, որտեղ տանող չկա, որտեղ մենք ներկայացնելու հարց։ Այո, ավելի շատ ուզում ենք դրսի, ուզում ենք այլ բանը ճաշակենք եւ առաջնահերթությունը տալիս ենք նրան։ Սա միայն խոհարարների խնդիրը չի,
Սա ընդհանրապես այն խնդիրն է, որ ամեն մարդ պիտի խոսի այն երևույթներից, որից հասկանում է։ Մեր խոհարարությունի մասին տեսնում ես, խոսում են մարդիկ, ովքեր հարյուրավոր կիլոմետր հեռու են։ Չեք կարծում մատուցելու հարց է, ասենք ես լսել եմ հենց Սփյուռքի ներկայացուցիչներին, ինձ ասել են, բայց ինչու են մեր ուտեստները այդքան սիրուն չեն, ինչքան ասենք ուրիշ պետություններ, գուցե տեսքից է, որ ասենք շատ համեղ կարող է ուտեստ լինի, բայց ասենք սպասը, որ շատ համեղ է, բայց գուցե եթե տեսքը, չգիտեմ, գուցե ինչ որ փոփոխություն լիներ։ Փոփոխությունը կարևոր է, կերակրատեսակի հիմնական արժեքը ես համարում եմ նրա իհարկե համը, նրա օգտակարությունը, առաջինը, երրորդը տեսքը։ Տեսքը կարևոր է, բայց ես չեմ անցալում այն մարդուն, ով ինքը ասում է լավը չի սա, այլ չի ասում ինձ դուր չեկավ։ Ես այդ մարդուն համարում եմ մեծ հավակնություն ունեցող եւ դա ինձ համար ընդունելի չի։ Հիմա Սփյուռքի կլինի այդ մարդը թե հայրենիքի չի կարող ասել լավն է կամ վատն է։ Կարող ասել ինձ դուր չի գալիս։ Որովհետեւ նույն մինասի նկարը կարող է մեկին դուր չգա։ Նա չի կարող ասել լավը չի։ Նա ով է որ մինասի նկարն ասի լավը չի։ Նա կարող ասի ինձ դուր չի գալի այդ բոցի գույները, այդ կարմիր գույնը ինձ համար ընդունելի չի։ Դե սուբյեկտիվ բան է դա արդեն։ Այո, բայց ցավոք սրտի ես շատ երկար ցավոք սրտի չէ, շատ այդ բառ ես երկար ժամանակ աշխատել եմ ամերիկյան համալսարանում եւ շփվել եմ սփյուռքահայերի հետ, մի ինչ որ բան կա առանց մեղադրելու եւ առանց վիրավորելու եւ առանց բանի միշտ սովորացնելու բան ցանկություն ունեն ինչ որ բան սովորացնելու մեծ ակնածանք ունեմ հայության նկատմամբ լինի դա ամերիկահայ թե ռուսահայ ինձ համար մեկ են եւ ինձ հարազատ են բայց ամեն ինչում սովորացնելը պիտի հասկանանք որ մեր արևելահայ կամ Հայաստանի խոհանոցը նորից բնակլիմական պայմանների արտացոլանքն է դու կարող ես դրսում ուրիշ բան ուրիշ մոտեցում ունեք եւ դա նորմալ է դա նորմալ է հիմա դուք սովորեցնելու եւ դա մի քիչ այն չի եւ շատ կխնդրեմ ես գիտեք ռեստորան են այցելում մարդիկ եւ այդ կերակուրը համեմատում են իրենց մեծ մայրիկի պատրաստած կերակուրի հետ դա չի կարող այդպես լինել մեծ մայրիկը պատրաստում էր սիրելով իրենց սիրելիների համար քիչ քանակի կերակրատեսակ հասարակական սնունդը պատրաստում է 1000 հոգու համար եւ այնտեղ ստանդարտները այլ են լրիվ չի կարելի համեմատել եւ բանը բայց այնուամենայնիվ խոհանոցի հիմքում այո մեծ մայրիկի տատիկի մտահղացումներն են դա պիտի պահել փայփայել բայց ամեն ինչը այդ չափորոշիչով հնարավոր չի հասարակական սնունդը ունի իր կանոնները դա մեծ շրջանառության կերակուր է եւ դա այլ մոտեցում պիտի ունենա այնտեղ ամեն ինչ չի որ տատիկի այդ ձեռքով իր այդ սրտից այդ հոգուց այդ այնտեղ սարքավորումներ են որոնք երկաթյա են մենք ունենք գինու փառատոն որ ժամանակակից ուտեստների ասենք փառատոններ Հայաստանում ներկայացված են որ զբոսաշրջիկները պիտի այցելեն եւ իսկապես ասենք պահպանում են ավանդույթները ուրեմն Հայաստանում գաստրո փառատոն առաջինը եղել է խորովածի փառատոնը հետո գինու փառատոնը մենք միասին ենք սկսել բայց ամիսներով սկզբից խորովածներ հետո մենք Նունե Մանուկյանի հետ 2009 թվականին հետո տոնատիսական կերակրատեսակների փառատոններ մենք տոլմայ փառատոն անելու ենք ամառանը կամ մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ կսպասեք խորովածը խոսք չեմ տալի չգիտեմ բայց անպայման հուլիսի մեջ անելու ենք հայ-վրացական համատեղ խոհարարական մշակութային փառատոն Միմինո խորագրով օգոստոսի 10-ին անելու ենք Սիսիանում Նավասարդ իրանական հայ-իրանական համատեղ Նավասարդ որը 4-րդ անգամ է լինելու թե 5-րդ արդեն այստեղ երկու դեպքում էլ ներկայացված է երկու բարեկամ հարևան ազգերի մշակութային ժառանգությունը խոհանոց երաժշտություն մշակույթ եւ այլն այնպես որ կարող եք այցելել եւ այնտեղ եւ գինի համտեսել եւ գինուն համապատասխան կերակրատեսակներ 3 ուտեստ եթե ձեզ խնդրեի անվանեք որը ներկայացնում են մեր հայ առաջի հերթին պիտի համտեսեն որ հասկանան հայկական խոհանոց ուրեմն նախ
սնվելը պիտի սկսեն կատնաթթվային մթերքներից։ Հայկական սեղանների վրա ամեն օր ամեն տեղ քամած մածուն ադրված տարբեր համեմունքներով։ Որտեղ էլ գնաք սնվելը սկսեք քամած մածունով, որպեսզի ներսի միկրոֆլորան լավ նախապատրաստվի անծանոթ կերակրատեսակներին։ Խորհուրդ կտամ հաջորդը լինի հավով հագանին, արագածոտնի հագանին կամ կապանի հագանին, որը հավի միսը մածունով է պատրաստում կամ չորաթանով, ավելացնելով վայրի ուտելի բույս։ Իսկ վայրի ուտելի բույսերը ընդհանրապես բացառիկ են մեր խոհանոցում 300 անուն վայրի ուտելի բույս է շրջանառվում հայկական խոհանոցում։ Եվ երկրորդ կերակրատեսակը կարող ենք դամածո ասել, խորհուրդ տալ, դա գարի միսա կճուճի մեջ 3.5-ից 4 ժամ առանց ջրի պատրաստվում է։ Առանց ջրի։ Եվ վերջում կարող եմ խորհուրդ տալ անի քաղցրավենիք, դա բողկով դեսերտ է, բողկ, մեղր եւ նուշ։ Եվ այդքանը կարծում եմ բավարար է, բայց ամենամեծ խորհուրդս զբոսաշրջիկին, եթե այցելեք, ճաշակեք այդ կերակրատեսակները եւ ձեզ շատ դուր գա, չհուզվեք, դա անցողիկ է։ Ինչի մասին եք դուք երազում ինչպես խոհարար եւ ինչպես մարդ։ Մեր կազմակերպությունը արդեն 5 տարի է մշակել է ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական հայեցակարգ։ Ներկայացրել ենք մենք կառավարությանը եւ դա մեծ ծավալուն եւ մեծ բյուջեով մի ծրագիր է ընդունվել է, բայց դրանից վերցրել ենք մենք առանձին դետալներ։ Զորօրինակ ազգային խոհանոցի ամրագրման հարցը, որը որ մեր հայկական որևէ կառավարություն դեռ եւ սովետական միջան ժամանակաշրջանից չի ամրագրել մեր խոհանոցը, այնինչ արվել է սովետական հանրապետություններում բոլորի։ Հայաստանը չի արել եւ Ռուսաստանը կարծեմ, Ռուսաստանն էլ է նոր սկսում։ Պետականորեն պիտի ամրագրվի ազգային խոհանոցը։ Դրանից արդեն նոր գալիս է, արդեն լուսաբանվի, տարածվի մեր պատկան մարմինների, մեր ազգային մարմինների միջոցով լինի եկեղեցի, սփյուռք եւ այլն եւ այլն։ Եթե այս ծրագիրը իրականացվի, որը ենթադրում է եւ կրթական ազգային խոհանոցի ակադեմիա, եւ թանգարան, եւ ընդհանրապես ես կհամարեմ, որ իմ նպատակները իրականացվել են եւ հանգիստ կարող եմ մի 50 տարի հետո հրաժեշտ տալ կյանքի։ Գիտեմ, որ լավաշն է, չէ՞, կարծեմ, կարող է սխալվում եմ ՅՈՒՆԵՍԿՕ դա այո, լավաշը 14 թվականին ընդունվեց, բայց ես սրան այնքան չեմ կարևորում, որքան որ մենք պետականորեն ամրագրենք մեր խոհանոցը, որը նոր սկսել ենք, նոր ենք սկսել։ Ընդհանրապես պարենային ապրանքներն են, մենք որևէ պարենային ապրանք պետականորեն ամրագրել։ Հիմա նոր էկոնոմիկայի նախարարության հետ պարենային ապրանքները, մշակույթ նախարարության հետ խոհանոցը։ Սկսել ենք այդ ամրագրման գործընթացը եւ վստահ եմ, որ հաջողելու ենք, շատ կարեւոր բան է։ Մենք չենք ամրագրում, ասում ենք գողացել են։ Եթե մենք չենք ասում ենք մերը չի։ Հետո ասում ենք մերը չի։ Մենք պիտի ամրագրենք եւ մենք օգտագործենք շատ։ Իսկ մենք դրա հնարավորություն ունենք եւ Սփյուռքում, ամբողջ Սփյուռքը պիտի դրանով միայն առաջ գնա խոհանոցի մասով։ Եվ այնպես որ այս ծրագիրը վստահ եմ, որ իրականացվելու է, մեր գերագույն նպատակն է եւ վստահ եմ, որ միջև մեր կազմակերպության 20-ամյակը, իսկ դա լինելու 27 թվականին, այս ծրագիրը իրականացած կտեսնենք։ Դա շատ կարևոր է, որովհետեւ գիտեմ, որ նույնիսկ կատակներ կան զբոսաշրջիկների մոտ, որ ասում են, հենց հայ խոհանոցը փորձեց, սկսեց համտեսեց, սկսեց խոսել հայերեն։ Հիմա այդ կարևոր բան, լեզվի նման ինքնատիպության մեծ ավանդ կա։ Մենք ունենք Սփյուռքի մի հատված, Լեհաստան, Ուկրաինա եւ Ռումինիա։ Դրանք անից գաղթացներն են 14-ից 17-րդ դարերում։ Այդ մասը, այդ հատվածը մեր Սփյուռքի լեզուին բացարձակապես չի տիրապետում։ Այնտեղ միայն մի գյուղ է Ռոստովի մարզում, Չալտեր գյուղը, որ հայախոս է։ Էն էլ արդեն կամաց փոխվում է։ Լեզվին չեն տիրապետում։ Հավատքը փոխված է, կաթոլիկ են։ Դեմք, դիմագիծ, անուն, ազգանուն, կողքովտանցի չես կասկանա, հայ է թե չէ։ Բայց իրենց խոհանոցն է միայն հիշեցնում, որ իրանք ծագմամբ հայ են։ Մենք ուսումնասիրություններ ենք իրականացրել ազգագրագետը մեր։ Եվ նույնիսկ մենք ունենք ձայնագրություն, հարցնում ենք ազգությամբ ով ես, ասում ես հունգարացի։
բայց ցակմամբ հայ է։ Ինչ գիտես որ հայ է, ասում եմ, որտեվ տոն օրերին մեր խոհանոցում մեր սեղանին դրվում է հայկական կերակրատեսակ։ Այսինքն ասածս այն է, որ ազգային խոհանոցը որպես մեր ինքնության պահպանման կարևոր ցուցիչ կարելի ասել չի զիջում լեզվին ու հավատքին։ Այսա պիտի գիտակցել։ Եթե սա գիտակցեցինք, որևէ մեկը չի կարող արգելակել կամ որևէ մեկը չի կարող այդ զարգացումը խոչընդոտել զարգացմանը։ Ինչ կմաղթեք, պարոն Մամուլյան, մեր ժողովրդին նոր տարվա առիթով։ Ես ուզում եմ, որ նախ բոլորս հասկանանք, վստահ եմ, որ բոլորիս նպատակն է տեսնել հզոր Հայաստան։ Հզոր Հայաստան ունենալու համար իմ կարծիքով պետք է կրթվել, պետք է լինել կարգապահ, պետք է հողը սիրել, մշակել եւ շատանալ։ Այս 4 երևույթները ումից են կախված, ուրիշից չէ, միայն մեզնից։ Ես ցանկանում եմ, որ գալիք տարվա մեջ այս 4 երևույթների նկատմամբ մենք մեր վերաբերմունքը ցույց տանք, բայց ամենակարևորը, որ մենք սիրենք միմյանց։ Երբ չիմանանք ինչ անել, սիրենք իրար։ Երբ իմանանք ինչ անել եւ անենք, սիրով անենք։ Եվ ընդհանրապես մոլորվենք, թե մենք ինչ պիտի մտածենք այս կամ այն երևույթի մասին։ Նորից վերադառնում ենք սիրուն, սիրենք իրար եւ մենք կունենանք հաջողություն։ Իսկ ինչպիսին է հայկական սերը։ Հայկական սերը եւ նվիրումը ընդհանրապես անկրկնելի է։ Անկրկնելի է, շատ ու շատ ազգեր կերազեն իսկական, իրական, հայկական սեր, հայկական հարգանք, հայկական նվիրում ունենան։ Դա բազմիցս դարերի մեջ ապացուցվել է, բազմիցս համոզվել են օտարները նույնիսկ։ Օտարները պետություն կար հզոր կայսրություն, որի ժամանակ թագավորի դրանիկ զորքը պիտի լիներ հայկական անպայման։ Նրա նվիրումի, նրա այդ անձնվեր այդ պահվածքի համար պիտի վերականգնենք, բայց ոչ խոսքով միայն։ Գործով։ Միայն գործով։ Շատ կուզենայի, որ ամեն մարդ իր գործով զբաղվի եւ ամեն մարդ իր գործը համարի ամենակարևոր գործը հայության համար, ամենակարևոր գործը պետականության համար եւ բոլորս համարենք, որ մենք եթե խարխափենք կամ եթե բացակայենք Հայաստանից, ամեն ինչ կփլվի Հայաստան։ Ամեն մեկս հասկանանք, որ ամեն մեկից է կախված հզորությունը Հայաստանի։ Երախտապարտ եմ այսօրվա մասնակցելու համար մեր եթերին։ Ես եմ շնորհակալ, մեր ողջունները, իմ ողջունները եւ մեր կազմակերպության անունից բոլոր խոհարանների ողջունները մեր եւ աշխարհասփյուր հայությանը եւ մեր հայրենիքի հայությանը։ Շատ շնորհակալ եմ։